Բարև ձեզ, հարգելի գործընկերներ, քանի որ հարցերը շատ էին ու հարցեր հնչեցին ու քանի որ 2019 թվականից իմ կամքից անկախ այս թեմայի մեջ ահագին մտել էի, մի քանի բաների պատասխանեմ։ Նախ Տուրքը գործիք է, որպեսզի մենք կարողանանք շուկան հավասարակշռել։ Եթե Տուրքի չափը մենք չափազանց բարձր ենք դնում, ունենում ենք մի իրավիճակ, երբ ներմուծում չի լինում ու տեղական արտադրողները կամ հիմնականում մեկ արտադրողը դառնում է մոնոպոլ ու կարողանում է շուկայում գինդ թելադրել։ Եթե Տուրքի չափը դնում ենք ցածր կամ Տուրք չենք սահմանում, կունենանք մի իրավիճակ, երբ ներմուծողները հայկական շուկան կլցնեն իրանական ցեմենտով եւ այդ դեպքում մենք արդեն տեղական արտադրություն չենք ունենա։ Ու դրանից հետո եթե մի քիչ երկարաժամկետ ենք նայում, արդեն ներմուծման մոնոպոլիա կհաստատվի ու կարող է գները շատ ավելի մեծ չափով աճեն, քան մինչև այդ կային։ Հիմա ինչ վերաբերում է պրոտեկցիոնիզմին, սա ոչ թե պրոտեկցիոնիզմ է, այլ ներքին շուկայի պաշտպանության հրատապ միջոցառում, պարոն Խաչատրյան, եւ դուք հարցրեցիք ինչի համար է իջել։ Ուրեմն 2019 թվականին, երբ առաջին անգամ քննարկվում էր իրանական ցեմենտի համար Տուրք կիրառելու հարցը, դուք երևի կհիշեք, որ մենք այստեղ բավականին թեժ բանավեճեր ենք ունենում ու հիմնական ընդդիմացողներից մեկը, որ Տուրք սահմանվի այդ չափով, այսինքն բարձր, ես էի ու ձեր տեղում նստած խմբակցության падգամավորները հակառակ փաստարկներ էին բերում, այն ժամանակ մեզ հաջողվեց հասնել բալանսավորված մոտեցման ու ընդունել Տուրքի այնպիսի չափ, որը հնարավորություն կտար, որպեսզի եւ ներմուծողները աշխատեին, եւ տեղական արտադրողները աշխատեին ամբողջական ցիկլով, եւ նաեւ կիսատ ցիկլով, այսինքն կլինկեր ներմուծող եւ ցեմենտ ստացող ընկերությունները կարողանային աշխատել, բայց այդ Տուրքի չափը հաշվարկ է, այսինքն մենք նայում ենք, թե յուրաքանչյուրի ինքնարժեքը ինչքան է դառնում եւ Տուրքի չափը համապատասխանեցնել ենք այդ գներին ու ինքնարժեքներին, որպեսզի որևէ մեկը այդտեղ առավելություն չունենա։ Ու բնական է, քանի որ Տուրքի չափը հաշվարկ է, որը հիմնված է ելակետային տվյալների վրա, ելակետային տվյալները երբ փոխվում են, մենք նաեւ Տուրքի չափն ենք վերանայում։ Ու էդ էլ կհիշեք, որ արդեն 2021 թվականին Տուրքի չափը վերանայվեց ու ես այդ ժամանակ ինքս իմ կողմից ամեն ինչ արել եմ, որպեսզի չափը նվազեցվի եւ դառնա 2000 դրամ։ Հիմա ունենք հակառակ իրավիճակը, երբ իրանական ցեմենտի գինը կտրուկ նվազել է, թե էներգակիրների, թե սուբսիդավորման, թե փոխարժեքի հաշվին, եւ եթե այս պահին մենք հիմա քայլեր չձեռնարկենք, այն էլ հնարավորինս արագ, մեր տեղական արտադրողները պարզապես դրան չեն դիմանա։ Հրազդանի մասով այն ժամանակ էլ էր քննարկվում, Հրազդան ցեմենտի արտադրանքը մի քիչ սպეციფիկ է, ինքնարժեքով ավելի բարձր է եւ Հրազդան ցեմենտի արտադրանքը չէր դիմանում ոչ միայն ներմուծվող, այլև Հայաստանում արտադրվող տեղական ցեմենտին եւ իմ կարծիքով այդտեղ սպეციფիկ որոշումներ են պետք։ Հիմա այս պահին մենք ունենք մի իրավիճակ, երբ որ հերթական անգամ ստիպված ենք Տուրքի չափ վերանայել, սա իհարկե ամենալավ ճանապարհը չի, որովհետև մենք այսպես ռուչնոյ ժողովրդի լեզվով ասած այդ ռեժիմով փորձում ենք շուկան հավասարակշռել, բայց պիտի հաշվի առնել, որ եթե մենք սա չանենք, առաջիկայում ավելի լուրջ խնդիրներ կունենանք։ Հիմա չափի հետ կապված, եթե դուք ունեք որոշ այլ առաջարկներ կամ դիտողություններ, մենք այսօր ունենալու ենք հանձնաժողովի նիստ, որպեսզի 24 ժամանոց ռեժիմով երկրորդ անգամ քննարկենք, խնդրում եմ դուք էլ այդ նիստին մասնակցեք, ձեր առաջարկները ներկայացրեք, բայց առաջին ընթերցման կոչ եմ անում հարգելի գործընկերներ կողմ քվեարկել, որովհետև նախագիծը բավականին երկար է քննարկվել, բոլոր կողմերը դրական եւ բացասական հաշվի են առնվել եւ որոշումը, որը որ ընդունվել է ու ներկայացվել է ազգային ժողով, բավականին կշռադատված ու հավասարակշռված որոշում է։ Շնորհակալություն, այսքանը։